We act on behalf of Samuel Karapetyan, a Christian political prisoner in Armenia. Մենք հանդես են գալիս անուն Սամվել Կարապետյանի, Հայաստանում գտնվող քրիստոնյա քաղբանտարկյալի։ Այսօր Հայաստանը ղեկավարում է վարչապետ Փաշինյանը։ Ես նրան անվանում եմ Թույլ Փաշինյան։ Այսպես եմ ասում, որովհետև նրա օրոք Հայաստանի բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով, իսկ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվում են աննախադեպ հարձակումներ։ Unprecedented attack on the Armenian Apostolic Holy Church. Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, մենք դեռ չենք տեսել 21-րդ դարի ընթացքում։ Սա իրական վերադարձ է բոլշևիկյան վատթարագույն մեթոդներին։ Ցավալի է տեսնել, թե ինչպես է քրիստոնեության օրան համարվող երկիրը քրիստոնյա քաղբանտարկյալներ պահում։ The cradle of Christianity, holding Christian political prisoners. This mindless and ludicrous Այս անմիտ ու զավեշտալի վարքագիծը բացատրվում է միայն մեկ բանով՝ Փաշինյանի եւ նրա շրջապատի քաղաքական թուլությամբ։ Նրանք կառավարում են մի ձևով, որն ավելի շատ ձեռնտու է թշնամիներին, քան սեփական ժողովրդին։ Managing a country in a way that seems to better suit its enemies than its people. We have written Մենք արդեն դիմել ենք Եվրոպական միությանը եւ Միացյալ Նահանգներին, բողոքելով եկեղեցու նկատմամբ այս հակաիրավական հարձակումների դեմ։ Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի լուծմանը եւ կիրառելու ենք իրավական պաշտպանության բոլոր միջոցները Սամվել Կարապետյանի համար։ As well as every possible remedy with respect to Samuel Karapetyan. But make no mistake. Թույլ մի տվեք ձեզ մոլորեցնել։ Այն, ինչ տեսնում եք Հայաստանում, չունի իրավական որևէ հիմք։ Եկեղեցու առաջնորդի վեհապար հայրապետի դեմ հարձակումները հակասում են թե եկեղեցական կանոններին, թե միջազգային իրավունքին եւ թե Հայաստանի սահմանադրությանը։ The benefit of these attacks accrue to the enemies of Armenia. Սրանից օգուտ են ստանում միայն Հայաստանի թշնամիները, նրանք, ովքեր հայ քաղբանտարկյալներ են պահում Բաքվում։ Կառավարության այս վարքագիծը ամոթալի է եւ դատապարտելի։ Ես կոչ եմ անում բոլորին, անկախ դավանանքից, ինչպես նաեւ քաղաքական առաջնորդներին եւ Եվրամիությանը խստագույնս դատապարտել այս ամենը։ And certainly the EU to condemn this conduct in the strongest possible terms. Շնորհակալություն։ We all know this is a political case. We all know this is a stain. Մենք բոլորս գիտենք, սա զուտ քաղաքական գործ է եւ բիծ Հայաստանի պատմության վրա։ Մենք այսօր պատմության վկաներն ենք, թե ինչպես է թույլ կառավարությունը սեփական սխալներն ու ձախողումները քողարկելու համար հարձակվում եկեղեցու, Հիսուս Քրիստոսի եւ այս անմեղ մարդու վրա։ Attacks the church, attacks Jesus Christ and attacks this innocent man.